Սիրելի ավադագիցներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Գողջունենք բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV միջոցով, ուր որեք Աստված օրհնեցես, առողջ բահե, հավատքով բահե, միապան բահե, սիրով բահե եւ իր կամքը օրհնյալ թողլա։ Եգոր գիրագի դերգամի գունենանք հատուկ գիրագիմը նվիրված մեր մայրերում։ Արդու ժամը 9:30 մայրերու օրվա նախաճաշ ունենք եւ ժամը 11-ին բաշտամունք, ուր թե անկտերեն եւ թե հայերեն պատկամներ գլսենք։ Իսկ մեկ շաբաթ Camp Arev ունի հատուկ ծրագիրը Family Fun Fest կսե ընտանիքներու հատուկ ծրագիրն է եւ նաեւ բզիկ վիդեո մնալ գա եթե կարելի է լիլի այդ վիդեոն տնես Family, we want to invite you back on the mountaintop on May 16th for our Family Fun Fest event. This is our only fundraising event of the year, and we want all of you to come up and enjoy a time of fellowship and a time of community here on the mountaintop. There will be canoeing on that day. There's going to be bouncers for the kids to enjoy. There's also going to be a soccer tournament between several churches, so come and enjoy and cheer on your church team. And on that day, we will also be hosting a tour of the camp, especially for first-time camper parents who want to send their kids to Summer Camp 2026. So, it's an exciting day. It's our fundraising event. So come and support the ministry that we are doing in sharing the gospel of Jesus Christ. So we can't wait to see you. RSVPs are online at camporev.org. Again, that's www.camporev.org. Thanks. So Camp Arev-ի ծրագիրն է մայիս 16-ին հիշեցնեմ Եգոր գիրագի մայրերորվա մեր ծրագրին նաև դպրոցի պարքինգն ալ ապահովված է հետևաբար մի մտահոգվեք որ պիտի հրավիրեք նաև ցեզ հետ թե ուր իրենց ինքնաշարժերը պարկ պիտենեն դեր ունենք թող Աստված փառավորվի ծրագիրներով հունիս 13-ին մեր երդասարտները կգազմագերբեն հատուկ ծրագիրը Ladies Tea Party մեկ դեսակ թեյ չէ, դարբեր թեյեր կան գերևի այդ օր, ուրեմն դիգիններ օրիորդներ հրավիրված են այս հատուկ ծրագրին եւ մարզամասնություններու համար ժակտինը գա եւ լիլին գա իրենց հետ խոսեցեք, դոմսեր ապահովեցեք, աղոթեցեք, քաչալերեցեք, ներկա եղեք եւ դեր թողդեր ինք փառավորվի եւ մեծարվի։ Անշուշտ Երբ կհիշենք մեր մայրերը, կհիշենք նաև մեր հայրերնալ։ Եգոր ամիս դերգամի գունենանք հայրերորվա հատուկ նախաճաշ եւ աշտամունք, ուր բոլորը նաև հրավիրված եք հայրերորվա ծրագրին։ Եվ քիչ ավելի անտին հոկտեմբեր ամսվան մեջ գունենանք եկեղեցվո 47-ամյակի ճաշկերույթը։ Դարին օրվան պես կթրջի Աղոթքով բացասլանք նաև փախտալու Աստուծո իր եկեղեցին համար։ Սիրելիներ այս բոլոր բաներուն մեջ մեկ խնդրանք աղոթող եղեք եկեղեցին համար։ Եվ եկեղեցին ինչ որ գծրակրե ինչ որ գնե թող դերը միայն ինք փառավորվի եւ ինք մեծարվի։ Ամեն։ Այսօրվա հատվածը, որ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 25-ին 34 համարներն են, պիտի անդրադառնամ պատգամին միջոցով եւ այսօրվա պատգամին նյութը կարծեք թե ոչ թե միայն մեր, բայց ամբողջ աշխարհի մարդահարածի նյութն է։ Ամենափոքր դարիքին եւ ամենամեծ Այսօր մարդահարածը մտահոգություններով լեցված է։ Բայց ինչպես որպես հավատացյալներ պիտի կարենանք հաղթահարել մտահոգությունը։
Ինչ կնշանակի մտահոգություն։ Եթե փառաներուն նայենք, մտահոգություն կնշանակի հոգերու մեջ ընկղմած։ Փառաներու բացատրությունը մտահոգություն փառին կնշանակի հոգերու մեջ ընկղմած։ Այսինքն մարդ առածին միտքը անդադար մտահոգություններով սպառեցնել։ Միտքը սպառ է, բայց մտահոգություններով սպառ։ Իրականության մեջ մեղավոր աշխարհի ամենեն դեսանելի արտահայտություններն մեկը, որ մարդ առածի կյանքին մեջ դեղացված է, մտահոգությունն է։ Մարդ առածը կմտահոգվի իր հացին համար, իր առողջության համար, իր ընտանիքին համար, իր ապագային համար, իր զավակներուն համար, իր գործին աշխատանքին համար, եւ նույնիսկ մարդ կմտահոգվի այն բաներուն համար, որոնք դակավին դեղի չեն ունեցած։ Հետաքրքրական է, այն օրեն ի վեր, երբ Ադամ ծննդոց գիրք մեղանչեց, նոր զգացումը մուտք գործեց մարդու կյանքին ներս, մարդու փորձառության մեջ։ Եվ այդ նոր բանը կգոչվի վախ։ Առաջի անգամ Աստծո խոսքին մեջ ծննդոց գիրք Ադամ գսե վախցա։ 3-րդ գլուխ 10-րդ համար։ Այդ բահեն սկսյալ վախը դակնաբը դարձավ մեղավոր մարդկության մնայուն ընկերը։ Մարդը գվախնա գործընծնել է, գվախնա մերժվել է, գվախնա դարաբել է և գվախնա վաղվան անորոշութեն է։ Եվ այս հատվածին մեջ, Մատթեոսի ավետարանի 6-րդ գլուխին մեջ, դեր Հիսուս ուղղագիորեն գխոսի մարդարածի անհանգիստ սրդին, մտքին, հոգին և գսե հոգ մի ընեք։ Անշուշտ այս չի նշանագիր, թե կյանքը նեղությունները զերծ է, նեղություն չկա։ Այս չի նշանագիր, թե փորձությունները գեղձ են։ Այս չի նշանագիր, թե հավատացյալը երբեք չի դխրիր կամ չի գքիր։ Այլ դեր Հիսուս կհայտարարե, թե Աստուծո զավակը պետք չէ քերի դառնա մտահոգության, որովհետև Աստուծո զավակը հավատացյալը երկնավոր հոր խնամքին տակ է։ Ուրեմն ինչպես պիտի հաղթահարենք մտահոգություն։ Առաջին 25-րդ համարին մեջ 6-րդ գլուխ 25-րդ համարին մեջ դեր Հիսուս կսե չէ որ կյանքը գերագուրեն ավելի է ու մարմինը հագուստեն։ Այսինքն երբ մարդը առած ամբողջ կյանքը գգեցոնանա ուդելիքի, հագուստի, ապահովության, տրամի, ունեցվածքի, մարմնական հանգստության վրա, այն ադեն կյանքը իր իսկական արժեքը կգործընծնի։ Որովհետև մարդը առածը ժամանակավոր բաներու վրա կգաբե իր սիրտը։ Այս հատվածին մեկ-երկու համար ետև եթե երթանք, կտեսնենք դեր Հիսուս գսկուշացնե իր աշակերտները և գսե երկրի վրա կանցեր մի թիզեք։ Ետքը գսե ուստի հոգ մի ընեք։ Այս ուստի գսորվեցնե մեզի, թե մտահոգությունը շատ հաճախ սխալ կանցին հետևանքն է։ Ուրեմն եթե մեր սիրտը երկրային բաներու մեջ ամրացուցած ենք,
մեր խաղաղությունն ալ այդ երկրային բաներուն հետ պիտի դադանի ելեիշն է։ Ուդելիքը բարի է, հագուստը բարի է, աշխատանքը բարի է, տրամը բարի է, բայց բարի է իր դերին մեջ։ Իսկ երբ այդ բոլորը քերակույն դերը գկրավեն, առաջին դերը գկրավեն մարդը արածի կյանքին մեջ, այն ադեն այս բոլորը գվերածվին դիրագալներու։ Այսինքն ասոն կլան մարդուն վրա իշխողներն ու դիրողները։ Մույս կողմը սակայն մտահոգությունը նաև երկրպագության հարց է։ Միայն հոգեգան դգարություն չէ։ Սրդի մտքի հոգի սխալ գետրոնացում։ 30-րդ համարին մեջ Տեր Հիսուս կսե, բայց առաջ խնդրեցեք Աստուծո թագավորությունը եւ անոր արդարությունը։ Ուրեմն երբ մարդը առածը իր անձին, իր եսին թագավորությունը առաջին դեր գտնե, ինքնաբերաբար անհանգստությունը կշատնա։ Բայց երբ Աստուծո թագավորությունը առաջինը լա, խաղաղությունը կսկսի մարդուն սրտին մեջ լեցնել։ Եվ հետաքրքրական է, մեղքը մարդկային սերերու գարկը գխանքարի։ Դժբախտաբար ցավի սիրտ, մարդը առածը ստեղծված բաները այնքան շատ գսիրե, որ զանոնք փրկիչի դեր գտնե։ Եվ արդյունքը ինչ կլա։ Մարդ գվախնա անոնց գորուստեն։ Գարձելով թե կյանքը պիտի փլի եթե գործընծտե։ Բայց երբ Տեր Հիսուս կդառնա մեր քերակույն կանցը, մնացած բոլոր բաները իրենց իրական դերը կգտնեն։ Գիտեք, ասիկա գնմանի այն անձին, որ շոկեգարքով պիտի ճամփորդե։ Եվ ջամփրուկը ցերկ արած ուսին վրա թրած շոկեգարքին մեջ կնստի եւ ջամփրուկը գմնա դագավին ուսին վրա։ Շոկեգարքը գերտա, փերը դագավին ուսին վրա է։ Շոկեգարքը արդեն զինք կդանի։ Ջամփրուկն ալ է կդանի։ Բայց գուզե ինքը այդ զանզությունը, այդ փերը շալգել։ Մտահոգությունը այսպես է։ Աստված արդեն մեր կյանքը շալգած է, մեր կյանքը գգրե, բայց մենք դագավին գուզենք մեր ուսերուն վրա տնել այն ինչ որ իրեն կպատկանի։ Ուրեմն այսօր եկեք անձնակնությամբ հարցնենք, ամեն մեկս, ինչ բանի շուրջ գտարնան իմ մտածումներս, ինչ բան գործընծնել է ամենաշատ գվախնամ, որ բանը իմ սրտիս մեջ այնքան մեծ դեր ունի, որ անոր գորուստը ինձի աշխարհի վերջը գտվի։ Եվ այս հարցումներուն պատասխանը կբացահայտե մեր սրտին իսկական կանցը։ Երկրորդ, մտահոգությունը մորցնել գուդա հոր Աստուծո նախախնամ խնամքը։ 26-30 համարներուն մեջ Տեր Հիսուս կսե նայեցեք երկնքի թռչուններուն։ Ետքը կսե նայեցեք դաշտի շուշաններուն։ Որքան իմաստալից միևնույն ադեն շատ բարձ ուսուցում մնե։ Դեր Հիսուս կարծեք աստվածաբանություն գսորվեցնե ստեղծագործութենեն։ Թռչուններուն, ծաղիկներուն մեջ ցույց կտա Աստուծո ցերկը։ Եվ այս ինքնին նախախնամությունն է։ Այսինքն Աստված հերու չէ, Աստված անդարբեր չէ,
Աստվածը ստեղծեց աշխարհը, չհեռացավ աշխարհեն, եւ Աստված շարունակ գբահե, գհագցնե, գխնամե, գսնուցանե եւ գհսկե։ Օրինակ, թրջունները իրենց գերը գհավաքեն, բայց հայրն է որ կգերակրեսանոնք։ Ձաղիկները գծաղգին բնական ընթացքով, բայց Աստված է որ զանոն գհագցնե։ Ուրեմն այս աշխարհի մեջ ոչինչ դուրս ցկված է Աստուծո հոգադար իշխանութենեն։ Անշուշտ, ըսկուշը լանք, այս ուսուցումը չի չնչեր մարդկային բարդականություն։ Այսինքն, թրջունները չեն նստիր փույնին մեջ, սպասելով, որ գերը փերվի անոնց։ Թրջունները գշարժին, չան կտապեն, գհավաքեն։ Նույնպես ալ մենք գանչված ենք աշխատելու, աղոթելու, խոհեմությամբ շարժելու։ Բայց դարբերություն այն է, որ քրիստոնյան հավատացյալ այս բոլորը գնե այն վստահությամբ, որ վերջին խոսքը իր չէ, իր վարպետությունը չէ, հոր Աստուծո նախախնամությունն է։ Եվ նախախնամություն կնշանակե հավատացյալի կյանքին մեջ ոչինչ վերջնական իմաստով բադահական չէ։ Մենք չենք կրնա ասել, բայ չանս ասի եղավ։ Չանս չի գա հավատացյալի կյանքին մեջ։ Providence, Աստուծո նախախնամությունը գա։ Աստված է հավատացյալին քերակույն հոգացողը։ Մեզի համար կրնա անագնգալ թվիլ, բայց Աստուծո համար ոչ։ Գիտեք, Աստված ամեն օր գհոգա, բոլոր մանրամասնության մեջ։ Հետաքրքրական է, անաբադին մեջ, եթե 5 գդակարան երթան, կտեսնենք ժողովուրդը ամեն օր մանանա կստանար։ Չէ ստանար շաբաթվա մանանան, չէ ստանար մեկ ամսվա մանանա, գստանար օրը օրին մանանան, օրվան հացը, բավարար հաց, եւ Աստված իր ժողովուրդին գսորվեցներ, թե կյանքը ապահովություն գուտագելով չէ, այլ հավատքով իր մեկ գախյալը լալ ամեն օր։ Եվ դեր Հիսուս ինչ սորվեցուց մեզի։ Մեր ամենօրվան հացը մեզի դուր, չսավ մեկ շաբթվա հաց, մեկ դարվա հաց։ Օրվան հացը, որովհետեւ հաջորդ օրն աղոթես օրվան հացին համար։ Բայց մենք շատ հաճախ կուզենք վաղվան շնորհքը այսօր ունենալ։ Բայց Աստված ընդհանրապես այսօրվան շնորհքը այսօրվան համար կուտա։ Վաղվան շնորհքը վաղը կուտա։ Ուրեմն սիրելիներ, երբ մտահոգությունը սիրտդ կբաշարի, մտահոգության հարցերուն մի նայիր, հոր Աստուծո նայե, եւ դու քո անցիդ ասե, Աստված զիս կտեսնե, Աստված գիտե թե ինչ բանի պետք ունիմ, Աստված չուշանար, եւ Աստված զիս չելքած։ Երբ մտահոգությունը մորցնել գուտա հավատացյալին արժեքը Աստուծոքով։ 26-րդ համարին մեջ դեր Հիսուս գսե, չէ որ դուք անոնցմե լավ եք, այսինքն չէ որ դուք ավելի արժեք ունիք, այսինքն չէ գամշնար, չէ որ դուք ավելի արժեքավոր եք իմ կովս։ Հետաքրքրական է նկատել դեր Հիսուսի այս կործածած բառը, չսեր թրջուններուն հայրը գգերակրե թրջունները, գսե ծեր երկնավոր հայրը գգերակրե թրջունները։ Եվ այս մեծակույն մխիթարությունն է։ Թրջունները Աստուծո ստեղծագործություններն են, բայց հավատացյալը Աստուծո զավակն է։ Ուրեմն միշտ հիշենք,
Մենք Աստուծո պատկերով ստեղծված ենք։ Մենք Քրիստոսի խաչին արյան շնորհքով փրկված ենք։ Մենք որդեգրված ենք Աստուծո ընտանիքին մեջ։ Մենք Սուրբ Հոգին բնակարանն ենք։ Եթե Աստված իր որդին տվավ, ուրեմն ինչպես պիտի մտածենք, որ Աստված լքած է, մոռացած է մեզ։ Եվ մեծակույն օրինակ առնենք փոքրիկներեն։ Փոքրիկը, որ իր հոր կրգին մեջն է, չի հասկնար ջամփան տրաֆիկ է, տրաֆիկ չէ։ Այս կա, այն կա, բզդիգը աբահով հորը կրգին մեջ և հայրը այդ բզդիգը շալգած գկալ է։ Չի հասկնար ինչ կպատահի, բայց վստահած է հոր։ Մենք ամեն բան չենք հասկնար, բայց անոր որ գճանչնանք, գիտենք և վստահ ենք, որ մեզ գշալգե և գխնամե։ Ուրեմն երբ վախը սրդիդ մեջ լեցվի, դուն քեզի քարոզ է, և դուն քեզի հիշեցուր ըսելով, ես Աստուծոքով մորցված չեմ, ես լքված չեմ, ես բադահականությունը չեմ, մինակ չեմ, ես իմ երկնավոր հորս կպատկանիմ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ վերջավորության կտեսնենք 4-րդ կետ, մտահոգությունը աբարթյուն է։ Եվ Աստված այսօրվան շնորհքը կուտա։ Հատվածին 27-31 մինչև 34 համարներում մեջ Հիսուս կհարցնե. Ցեզմե ով գրնա իր հոգնելովը, այսինքն իր մտահոգությամբ իր հասակին վրա գանքում ավելցնել։ Այսինքն մտահոգությամբ գրնաս կյանքիդ 1 ժամ ավելցնել, 5 վայրկյան ավելի կյանք տաստուն քեզի մտահոգությամբ։ Անշուշտ ոչ։ Գիտեք, մտահոգությունը երբեմն կորզնեության կնմանի։ Այդպես գերևի, որովհետև մարդուն միտքը անդադար կշարժի, մտահոգությամբ կշարժի իր միտքը։ Բայց արդյունք չկա, աբարթյուն է։ Չի լուծել խնդիր, չեր գարեր կյանք, չի բժշկեր հոգի, ընդհակառակը կփճացնե, կքայքայե մարդարածի կյանքը։ Եվ այդ պատճառով Տեր Հիսուս կսե հատվածին մեջ վաղվան համար հոգ մի ընեք, վասնզի վաղվան օրը իրեն համար հոգ մի դնե։ Հերիք է օրվան իր նեղություն։ Այսինքն մի մտահոգվիր վաղվան համար, որովհետև ամեն օր իր հատուկ նեղություն ունի։ Ուրեմն քրիստոնեությունը կյանքի նեղությունները չեն ժխտեր, չեն ասել կյանքը առանց նեղություններու է։ Դեր Հիսուսին կվգայե թե յուրաքանչյուր օր իր փորձությունը, իր նեղությունը և իր դժվարություն ունի։ Բայց նույնպես Աստուծո խոսքը կվգայե թե ամեն առավոտ նոր են նաև Աստուծո ողորմությունը։ Այսինքն օրը նոր, նեղությունը նոր, բայց Աստուծո ողորմությունն ալ նոր։ Չգնանք միայն առաջին բաժնին մեջ։ Օրը նոր, նեղությունը նոր, վերջագետ չի գա։ Օրը նոր, նեղությունը նոր, բայց Աստուծո ողորմությունն ալ նոր։ Ուրեմն մտահոգության պատասխանը այն չէ, որ նեղություն պիտի չունենանք, դժվարություն պիտի չունենանք։ Մտահոգության պատասխանը այն է, թե երբ այդ օրը կա, Աստուծո շնորհքը, ողորմությունն ալ իր հետ պիտի գա։ Եվ Աստված օրը օրին կփաշխե մեզի իր շնորհքը, որպեսզի գախյալը լանք իր մե։ Գիտեք, հետաքրքրական է, եթե
Եթե ասված դարին մեկ անգամով ամբողջ դարվան ուժը դարմեզի, ինչ վիդանեինք։ Այսինքն մեկ դարվա վայթամին դար, մեկ անգամ են։ Հազիվ զորանայինք, արդեն զասված կմորնայինք։ Եվ գսկսենք սել նայցեք ինչ զորավոր ենք մենք, Աստծո չունենք այլևս։ Աստված օրը գուզե, որ մենք իրեն մոդելանք, իրեն վստահենք եւ իրեն թիմենք։ Ուրեմն սիրելի քույրեր եղբայրներ, ապրիր օրդ, այս օրը, բայց ապրիր Աստուծո ողորմության տակ։ Այսինքն այսօր հնազանդիր, այսօր աղոթե, այսօր սիրե, այսօր ծառայե, այսօր վստահիր։ Մի մտահոգվիր, վստահ եղիր, թե վաղվան շնորհքը, երբ ժամանակը կա եւ դերը գամի, աչքերնից փանանք վաղը, իր շնորհ տալվի հետ պիտի կա։ Ուրեմն ինչպես կրնանք հաղթահարել մտահոգությունը։ Ոչ ամեն բան վերահսկելու ջիքով, ոչ կյանքի նեղությունները ուրանալով, ոչ մեր ուժին վրա վստահելով, այլ միշտ հիշելով, կյանքը ժամանակավոր գարիքներեն ավելի բարձր, ավելի արժեքավոր է։ Մեր հայրը նախախնամությամբ կհոգա իր զավակներուն։ Մենք թանկագին ենք Աստուծո կով, արժեքավոր ենք եւ մտահոգությամբ ոչինչ կշահենք։ Եվ մեր հայրը դեր Աստված յուրաքանչյուր օրվան համար նոր ողորմություն եւ շնորհ կտա։ Ուրեմն սիրելիներ, սիրելի եկեղեցի, սիրելի քույրեր եղբայրներ, լսենք մեր Տիրոջ ցայն անգամ եւս։ Հոգ մի ընեք։ Մի մտահոգվիկ, որովհետեւ ծեր հայրը գիտե։ Ծեր հայրը գտեսնե։ Ծեր հայրը գոհոքա եւ ծեր հայրը երբեք ցեզ բիդի չծկե։ Օրհնյալը իր սուրբ անունը։ Ամեն։ Եկեք պատրաստվենք Տերոջ սեղանին մոտենալու հավատքով եւ վստահությամբ։ Մեր Տերը մեր Աստվածը ներմեզի եթե մտահոգությամբ գորսնցնենք մենք մեզ։ Օգնե մեզի հիշեցուր ամեն օր ամեն վարքյան, որ մեր հույսը, մեր վեմը, մեր փրկիչը տունես եւ քու գամքդ օրհնյալը լա։ Ամեն։ Սելիներ, մեր Տերը մատնված գիշերը վերջին ընթրիքը գներ աշակերտներուն հետ եւ գսե այսրեք զիս հիշելու համար։ Այսինքն հիշել խաչին վրա իր զոհողությունը, հիշել նոր կյանք շնորհելը եւ հիշել հաղթական հավիտենական կյանք, որ շնորհեց մեզ մեր յուրաքանչյուրիս իր հարությամբ։ Այս հավատքով կմոտենանք Տերոջ սուրբ սեղանին։ Կմոտենանք խոստովանանքով, կմոտենանք ապաշխարությամբ սուրբ կյանք ապրելու մտածությամբ։ Աղոթենք։ Դեր այս հավատքով քեզի գուքանք, խոստովանանքով գուքանք, ները, մաքրե, սրբե եւ արժանացուր մեզ քո արքայության եւ օգնե մեզի հավատքով ապրելու եւ քո գամքդ օրհնյալը լա մեր կյանքերու մեջ։ Ամեն։ Սելներ դեր Հիսուս սեղանին դերն է եւ գրավիրե ցես բոլորդ մոդենալու անոր հավատքով, ապաշխարությամբ եւ սուրբ կյանք ապրելու մտածությամբ։ Բոլոր անոնք, որոնք այս հավատքով գուզեն մոդենալ Տերոջ սուրբ սեղանին, հաջեցեք ոտքի ելնել։
Մեր Տերը մատնված գիշերը հացը գառնե գկոհանա եւ գրելով գսե այս է իմ մարմինս այսօր էքզիս հիշելու համար շնորհակալ ենք ով դեր մարմնիդ համար որ գոցեցիր խաչին վրա ինչ կմոտենանք քո սուրբ մարմնիդ օգնե մեզի հավատարիմ մնալ քեզի մինչև մահ ամեն Եվ ապա դեր Հիսուս փաժագը գարնե գկոհանա եւ գսե այս է իմ արյունս նոր ուխտի քանի անգամ որ խմեք զիս հիշեցեք եւ պատմեցեք վկայեցեք շնորհակալ ենք ով դեր խաչին վրա թափած արյամբ գմոդենանք քո սուրբ քավաթիդ Ները մաքրե սրբե եւ օգնե մեզի հավատարիմ մնալ քեզի մինչև մահ ամեն Մեր փրկին դեր Հիսուս Քրիստոսի մարմինը գոդրված խաչին վրա իմ եւ քու մեղքերու թողության փրկության համար միասնաբար Մեր փրկին
Դեր Հիսուս Քրիստոսի արյունը թափված խաչի վրա իմ և քու մեղքեր ու թողության փրկության համար միասնաբար Շնորհակալ ենք ով դեր քու սիրույթ ողորմությանդ և կրթությանդ Գաղաչեմ մեր ժողովուրդը քեզի հանձնած բահեպաշտպանե չարեն, փորձանքներեն, հիվանդություններեն, նեղություններեն, դակնապներեն, մտահոգություններեն, հույսով, հավատքով, սիրով միապան հաստատ բահե։ Օրհնափեր օրեր շնորհե։ Առողջ կյանք բարգեւե եւ հավատքով հաստատ բահե։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո։ Ամեն։ Մեր դելոց սովետուցած աղոթքը միասնապար գաղութենք։ Զիքոյ է արքայություն և զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Գացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, հավիտյանս, ամեն։